Օրերս հայտարարվեց այն մասին, որ խաղաղության պայմանագիրը արդեն վերջնական արդյունքի է բերված եւ այլևս քննարկման ենթակա չէ, իսկ այն վերջին երկու կետերը, որոնք չհամաձայնեցված են, համաձայնեցվել են, Հայաստանը ընդունել է Ադրբեջանի պահանջը, նախ ձեր գնահատականը խաղաղության պայմանագիր կոչվածի վերաբերյալ այն եւ նաեւ ինչ վտանգներ եք այստեղ տեսնում, եթե վերջնականապես կնքվի։ Նախ ասեմ, որ ըստ ինձ դեռ ավարտված չէ, քանի որ Ադրբեջանը այդքան դեռ պայմաններ է տնելու, որ չգիտեմ այդ խաղաղությունը ում համար պետք է լինի, իսկ ընդհանրապես Թուրքիա այդ խաղաղության ես ընդհանրապես չեմ հավատում, հնարավոր բան չէ, դա Գերմանիա չէ կապիտուլացված, որ այսօր աշխարհի թիվ 1 տնտեսական պետությունն է, մեր հարևանները Եվրոպա չեն, թուրքերն են, որը հստակ ծրագիր ունեն Հայաստանը առանց հայերի տեսնել, Հայաստանը իրենց համար խոչընդոտ է ընդհանրապես իրենց խաղաղության համար, թե տարածաշրջանի իրենց ասելով, այնպես որ իմ քննադատականը շատ պարզ է, ես թեմ եմ նման խաղաղության, ես վստահում եմ մեր զինվորին, մեր բանակին, մեր հայ երիտասարդին, մեր պայքարին, այնպես որ իմ համար այդ խաղաղությունը զերոյի արժեք ունի։ Իսկ արդյոք ինչ է շահելու Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրով, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը միայն շահելու է պայմանագրից։ Մի հատ թող բացատրելի այդ շահերը որտեղ են, նախ, ես չգիտեմ շահ չեմ տեսնում այնտեղ, երկրորդ ԿՊ-ն Հայաստանի Հանրապետություն չէ իմ համար, Հայաստանի Հանրապետությունը հայ մարդն է, հայ քաղաքացին է, որը դժբախտաբար չգիտեմ ինչի լրած է, չի շարժվում։ Ի վերջո այս հայրենիքը Իրանն է, այս պետությունը Իրանն է, ինքն է հարկ վճարողը, ինքն է ցայն տվողը, թող դեր կանգնի, հայ մարդը թող դեր կանգնի։ Անկախ ԿՊ-ն է, հին է, նոր է, անցյալն է, ապական է, 10,000 տարվա պատմությունը ես չեմ կարող մերժել ու մոռանալ։ Իսկ խաղաղության պայմանագրի հաստատումը ինչպես է անդրադառնալու Արցախի հարցի վրա։ Ինչ հետևանքներ է թողնելու։ Ընդհանրապես ոչ թե Արցախին, այլ Արցախի վրա արդեն անդրադարձերը որպես պայմաններից մեկը ընդհանրապես անդրադառնալու է նաև Հայաստանի վրա։ Այսօր ես վերջերը իմացա, որ արդեն Ղապանի այդ Շյունիքի կողմեր ինչ-որ ճանապարհաշինության հարցերը սկսել են։ Ես ժողովրդի տեղել եմ կերտամ այդ տրակտորների թեմը կգանքնիմ, չեմ թողի այդ անել։ Եթե մեր համար է այդ ճանապարհը, թող սարքվի, եթե Թուրքիա համար է, այդ խաղաղության համար է, ես նորից կրկնում եմ, այդ խաղաղությանը նման չեմ հավատում։ Երեքը դեռ մենք տեսանք, որ Ադրբեջանը նույն իր արյունոտ ծրագիրն է իրականացրել Արցախում, իր ցեղասպանական գործողություններն է իրականացրել եւ այսօր էլ Սիրիայում է նման ոչրագործություններ տեղի ունենում Ադրբեջանի մեծ եղբոր Թուրքիայի կողմից։ Սիրիայի իրադարձությունները ինչպես կանդրադառնան տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա, սա ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես, քանի որ մենք որպես պետություն դեռ շատ հեռու ենք այդ մտածելակերպից, ինչ կատարվում է, դարբեր տեղեր անդրադառնալու է մեր վրա։ Մենք մեր հույսը դրել ենք, մեկը հույսը դրել է ռուսերի վրա, մյուսը հույսը դրել է Եվրոպայի վրա, ոչ մեկը չի ասում, հույսը մենք մեր վրա տնենք։ Մենք ասենք, այո, դրա համար աշխարհում ինչ կատարվում է, մեր վրա շատ վատ է անդրադառնում։ Անոր մենք մեր իրավունքի տերը չենք։